մեջ ներգրավված է միայն իշխանությունը, թե այստեղ նրանց կողքին դնել նաև խորհրդարանում գտնվող ընդդիմությանը։ Միանշանակ նրանք միասին են աշխատում եւ համատեղ այսպես սև ու սպիտակ դաշտ են ստեղծել եւ խափում են հայ ժողովրդին։ Միանշանակ այսպես կոչված ընդդիմությունը նրանք հրահանգներ ստանում են նույն կետից, Մոսկվայից ստանում է հրահանգներ եւ ընդդիմությունը եւ իշխանությունը։ Այսինքն նրանք, այսպես ենք, նույն սատանայի երկու ձեռքերն են։ Մենք պետք է տեսնենք, որ հենց որ Հայաստանում առաջանում է որոշակի լարված իրավիճակ, Ռուսաստանը այսպես կոչված նախկիններին միանգամից անում է փողոց։ Բոլորը շատ լավ գիտեն, եւ Ռուսաստանը եւ նախկինները գիտեն, որ հայ ժողովուրդը ատելություն ունի այդ նախկին իշխանության նկատմամբ։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում, եթե նրանք չեն ուզում, որ շարունակվի Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունը, ինչի են դուրս գալիս փողոց։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միշտ եղել եւ մնում է հիմնված նախկինների վրա։ Հիշենք, նա ասեց մերժիր Սերժին, եկավ իշխանության, հետո հանրությանը ասեց տվեք ինձ երկաթյա մանդատ, որպեսզի ես պատժեմ նախկիններին, այսօր ասում է, որ եթե ես չեղա, նախկինները հետ կգան։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենքը նախկիններն են, եւ նախկինները դա շատ լավ գիտեն։ Եվ օրինակ եթե նախկինները ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, դա շատ հեշտ է, իրանք պիտի ուղղակի վեր կենան գնան տուն։ Բոլոր այդ մանդատները հանձնեն գնան տուն։ Ավելի լավ կլինի գնան երկրից ընդհանրապես։ Եվ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամբողջությամբ կփլվի, որովհետև այդ իշխանությունը հիմնված է նախկինների վրա։ Եվ նախկինները այդ հենքը ապահովում են Նիկոլ Փաշինյանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը ապահովում է նրանց ունեցվածքի եւ իշխանության պահպանությունը։ Նիկոլ Փաշինյանը ինքը հայտարարեց, որ գաղտնի արխիվներում կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ 30 տարի Հայաստանը թալանվել է։ Եվ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց իրականացնել լյուստրացիա, որպեսզի այդ փաստաթղթերը դուրս գան գաղտնի արխիվներից եւ հարուցեն համապատասխան քրեական գործեր եւ այս թալանչները հայտնվեն բանտում։ Հարցը առաջանում, իսկ ինչու՞։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը ապահովում է նախկինների բանտում չհայտնվելը եւ ազգային ժողովում հայտնվելը, նրանք էլ ազգային ժողովում ապահովում են Նիկոլ Փաշինյանի իշխանություն։ Այսինքն սա երկուստեք խաղ է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Հիմա եթե